Շանսերը դուրս գնալու քանի տոկոսային։ Այդ գնահատականները մի քիչ անշնորհակալ հարց է, եթե մենք վստահություն չունենայինք, որ անցնելու ենք առնվազն անցողիկ շեմը, մենք չենք մասնակցելու, որովհետև նույնիսկ ասում ինքնանպատակ չէ, մեր ինքնանպատակը մեր նպատակն է մեր ծրագիր իրականացնելը։ Մենք ունենք ծրագիր մաքսիմում եւ ծրագիր մինիմում։ Մեր ծրագիր մաքսիմում իշխանափոխությունն է։ Մեր ծրագիր մինիմումը անդիմափոխությունն է։ Ռեալ է, որ եւ շատ կարեւոր է մեծամասնություն կձևավորեք եւ նույնիսկ մեր ծրագիր մաքսիմումը իշխանափոխությունն է, ծրագիր մինիմումը անդիմափոխությունն է։ Դա ինչ է նշանակում։ Երկուսն էլ այսօր խնդիրներն են արատավոր են։ Այսօր քաղաքական դաշտը, այսօր պարլամենտում մեր խոսույթը այն բոշա փչացած, գիտեք այդ հայտնի սկեչը։ Չէ, դե դրանք չեմ ասում, ես սկեչից եմ օրինակ բերում, ավելի բարի, հա, բոշա փչացած վիճակն է։ Մեկը մեկին ասում է, դավաճան, մեկը մյուսին ասում է, թալանջի ու ամբողջը այդ խոսակցությունը։ Անկամ եթե ինչ որ իշխանական կամ ընդդիմադիր քաղաքական գործիչ դուրս է գալիս ամբիոն, իրական ճիշտ բան է ասում։ Իրեն արձագանքը բացարձակ ոչ մի կապ չունի թեմայի հետ եւ ոչ մի կապ չունի իր ասածի հետ։ Ուղղակի սկսում են պիտակավորել եւ անցնում են առաջ։ Այս դրա համար մենք այս 5 տարի թողնում ենք նույն տեղում, ոչ մի առաջընթաց չկա։ Մեր քաղաքական դաշտը այսօր լրջագույն խնդրի առաջ է կանգնած եւ այդ խնդրի մեջ ենք մենք։ Այսինքն ծրագրի մինիմումը փողոց դուրս գալի կարիք, ես դուրս եմ եկել 20 տարի փողոց, պայքարել եմ իշխանափոխության համար, գիտեք ինչու, որովհետև այն ժամանակ քվեով չէր։ Այսօր մենք տեսնում ենք, պարզ ունենք Երևանի ընտրություններ ասում, մենք բոլորս եղել ենք, դիտել ենք, ընտրատարածքներում ընտրությունները ասել են նորմալ։ Ցավում ենք, շատ եմ ցավում, որ մեր բնակիչները քիչ մասնակցություն են ցուցաբերել։ Այսինքն 100 հոգուց 28% մասնակցություն։ Պատկերացնեք 100 երևանցուց 28-ն են եկել ընտրատեղամաս։ Դա կազմակերպել է ճակերտավոր իշխանությունը, այսինքն ապաթիա է բերում ժողովրդին, բերում է այն գիտակցման ժողովրդի, որ ձեզ այնց ոչ մի բան կախված չի, ինչ էլ անեք մեկը մենք ենք մնալու, ոչ մի բան չի փոխում եւ այլն, այսինքն մարդկանց ովքեր չեն եկել, ասում են լավ եղբայր կամ քույր, ինչու չեք եկել, ասում են դե ոչ մի բան մեկը չի փոխվելու, ինչ ուզում անում են, ուրեմն հարգելներս։ Խնդրում եմ սիրելի ժողովուրդ, հիմա ես ձեզ եմ դիմում։ Այդպես չի, վստահեցնում եմ ձեզ, օրինակ Երևանի ընտրություններում 28%-ի տեղը 45-50% որ բնակչության կար, վստահաբար շատ ամեն ինչ փոխվելու է։ Եվ այսօր դուք տրանսպորտի համար ոչ թե 150 դրամ եք տալու, այլ նույն 100 դրամ եք տալու։ Ձեր կարմիր գծերի համար տարեկան ոչ թե 160,000 դրամ եք տալու, այլ նույն գումարն եք տալու։ Եվ այլ շատ փոսերի մեջ չեք ընկնել, այսինքն լինելու էր շատ ավելի նորմալ քաղաքային իշխանություն, որը կմտածեր ձեր մասին, ոչ թե իր սեփական կամ թիմային շահերի մասին։ Սպասում եք, որ կարող է պարոն Մարության այսպես ճակերտավոր անակնկալ լինել ընտրություններից առաջ, օրինակ ձեր դեմ նոր քրեական գործերի հարություն, ձեր թակավորություններ։ Ես չեմ սպասում բաներ, որովհետև նախ իմ պաշտոնավարումից հետո արդեն քանի տարի անցել է եւ բոլոր մասնավորապես առաջի 3 տարին շատ sense մանրակրկիտ խոշորացուցի տակ իմ գործունեությունը ուսումնասիրել են, որովհետև ես հարմար մարդ չեմ իշխանության համար եւ ոչ մի քրեական գործ հարուցված չկա եւ նրա համար չէ որ ինչ որ վայ չեն գտել, այլ իսկապես մենք ինչքան էլ դա զարմանալի չի, հա, Հայաստանի իրականության համար, որ կարելի է աշխատել քաղաքապետ կամ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա, բայց մենք աշխատել ենք ազնիվ, մաքսիմալ փորձել ենք անել քաղաքի համար եւ նորից եմ ասում, շատ մարդիկ իմ հարազատներ, ընկերներ այսօր նեղացած են ինձանից, իրենք չգիտես ինչի պատկերացնում են, որ պետք է ինչ-որ արտոնություններ նրանք չեն ունեցել եւ նաեւ այն ժամանակ շատ էին եղանում ԿՊԱ-կանները, որովհետև իրենք էլ էին կարծում, որ ինչ-որ արտոնություններ պետք է ունենան, բայց չեն ստացել այդ արտոնությունները, ուղղակի ցավոք սրտի այդ ազնիվ կառավարումը, ասեմ, կամ գիտեք, ես ասում եմ դա լավ չի, դա նորմալ է։ Ասեմ, այդ նորմալ կառավարումը տևեց ընդամենը 3 տարի, այսինքն փաստը ցույց է տալիս, որ եթե գալիս է մարդ, թիմ, որը ուզում է նորմալ կառավարել, դա տևում է 3 տարի։ Բայց ինչի անուններ չեք տալիս կառավարման օրինակ տվեք, ովքեր են այդ ԿՊԱ-կանները, որոնք ձեզանից ակնկալել են ապօրինի ինչ-որ արտոնություններ, ու դուք
չեք գնացել դրան։ Իսկ ինչի համար աններ տա։ Կարիք չկա անները տալու։ Միևնույնն է, ես ասում, հանրությունը պետք է իմանա, որ այդ կուսակցության անդամներն են եղել։ Ընդ որում շատ տարբեր եւ հետաքրքիր առաջարկներ։ Օրինակ եղել բացարձակ կաշկանդված չէ։ Ձեզ մեղադրում են ես ասեմ ավելի տալու համար Աջուձախ նախորդ հավաքարունիստի։ Այդ փոխքաղաքապետը ձեր անունն է տալի ձեր խմբակցության անդամներ։ Հարցը ինչ էստեք։ Հարցը Դուք ասում եք այսպես ձեր լավ կառավարման մասին եք խոսում, բան մամության, բայց քպականները դեռ ազնիվ կառավարման մասին է խոսում, քրեական գործերի մասին է խոսքը, լավ կառավարումը ժողովուրդն է գնահատում։ Ես ինքս իմ մասին չեմ ասում, օ, տեսեք ինչ լավ է կառավարում։ Քաղաքապետն է արտադրության թույլտվություններ տվել, քաղաքը սարքել է շինարարական։ Ուրեմն նախ շատ կարևոր է այստեղ նշել, որ կառավարությունը ահավոր մեծ ջանքեր գործադրում, որպեսզի լինի շինարարական բում, բայց այնուամենայնիվ անկախ դրանից, քանի որ թիմը մեր Երևանի քաղաքապետարանն է, այսինքն առաջին անգամ երևի Հայաստանի պատմության մեջ եղել է անկախ, այսինքն ոչ ոք չէր կարող ինչ որ մեկին հանել աշխատանքից կամ նշանակել աշխատանքի կառավարությունից կամ թեկուզ sense երկրի ղեկավարը, չէին կարող ինչ որ գրառման համար մեկին հանեին, չնայած ցանկությունները այդպես լինում էր, ինչ-ինչ պատճառներով քաղաքական դիրքորոշման հանեին, քաղաքական դիրքորոշման համար հանեին մարդկանց։ Սա միակ 3 տարին էր Հայաստանի պատմության մեջ, ըստ իս կարծում եմ, եթե եղել են այլ այդպիսի դեպքեր խնդրում թող արձանագրվել, որ թիմը տեղական ինքնակառավարման մարմին եղել է տեղական ինքնակառավարման մարմին եւ գործել է անկախ, 100%-ով անկախ, բայց վերադառնալով ձեր ասածին, կան օրենքներ եւ ես աշխատել եմ օրենքներով։ Օրենքներում հստակ գրված է, եթե մարդուն կամ քաղաքացուն կամ ինչ որ ընկերությանը հասնում է ինչ որ մի շինթույլտվություն, ինքը այդ օրենքով, ինքը այդ շինթույլտվությունը պետք է ստանա։ Եթե չի հասնում, ինքը չի ստանում։ Ես օրենսդիր մարմին չեմ։ Ես մարդ եմ, որը կատարում է օրենքները։ Եվ նաեւ դրա պատճառով, որ մինչեւ օրս ոչ մի այսպես ասած ձեր ասած այդ քրեական գործ կամ չգիտեմ ինչ որ վարույթներ չկան, ինչու, որովհետև եւ քննչական մարմինները եւ այդ ստուգող մարմինները շատ լավ տեսնում են, որ ես գործել եմ 100%-ով օրենքի սահմաններում, օրենքի սահմաններում, չգիտեմ, այդ արդեն իրենց հետ, ես գործել եմ օրենքի սահմաններում, սա շատ կարեւոր է, այո, մեր օրենսդրությունը շատ փոփոխման տեղ ունի, շատ, ես թեկուզ կառուցապատման ոլորտում։ Եվ նաև դրա համար ենք մենք գնում ընտրությունների, որովհետև իրական որոշումները եւ իրական խնդիրների լուծումը նաև պարլամենտում են։ Եվ մենք լինելով անգամ այդտեղ, հա, քաղաքապետարանում, լինելով ավականու անդամներ, մեր շատ թիմակից ընկերներ, ուղղակի չենք կարողանում մեր պատկերացածով ճիշտ բաները իրականացնել, որովհետև օրենքը այլ բան է ասում։ Եթե օրենքը այլ բան է ասում, դու պետք է օրենքով գնաս։ Եթե քեզ դուր չի գալի օրենքը, պետք է փոխես օրենքը։ Շատ հաճախ դիմում ենք նաև ազգային ժողովի մեր գործընկերներին, բայց process-ը դանդաղում էր, գնում էր, խրվում էր եւ այդպես էլ չէր իրականանում։ Տեսեք դուք Երևանի կառավարման օրինակը բերեցիք ընտրություններից հետո, որ համագործակցություն եղավ օրինակ ՔՊ-ի եւ հանրապետության միջեւ։ Այս առումով դուք չեք տեսնում, որ կարեւոր է, որ Երևանցին, քաղաքացին առասարակ ընտրողը իմանա, թե ում հետ է համագործակցելու այս իշխանությունը, որտեղ ձեր խոսքում ասացիք, որ էական չէ, կարեւոր չէ դա։ Ես ասեցի ձեր պատասխանը տվել եմ կարծում։ Ասեցի կարմիր գծերը ում հետ չենք համագործակցելու, մնացածը ասի եթե ծրագրի մեր դրույթները անգամ մի օրինակ բերեցի, Սամվել Կարապետյանի ուժի հետ կապված չկրկնվեմ։ Սա նշանակում է, որ մեր ծրագիրը մենք գրել ենք, եթե մեր ծրագրին համապատասխանում է համագործակցությունը, սա քաղաքականություն է, սա պարլամենտարիզմ է, դրա մասին է պարլամենտարիզմը։ Հենց այդ ծրագրի շրջանակներում ապա կարող է քննարկվել այդ